Այսօր Եվրամիությունը հայկական առանցքային ընկերություններին եւ հիմնադրամներին հանձնել է մտադրության 6 նամակ։ Այստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը, ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանին է հանձնել մուտքերի արտոնագրերի ազատականացման գործողությունների ծրագրի վերաբերյալ Եվրահանձնաժողովի զեկույցը։ Այն նաեւ ներկայացնում է առաջարկություններ բոլոր պայմանների կատարման դեպքում Հայաստանի եւ Եվրամիության միջև մուտքի արտոնագրերի լիարժեք ազատականացման հասնելու վերաբերյալ։ Մետրոյի աջափնյակ կայարանի կառուցման մրցութային երկրորդ փուլը նախատեսվում է ավարտել հունիսի վերջին, աշնանն էլ պատրաստ կլինի ներդրումային ամբողջ փաթեթը։ Գործակարգավարական նիստի ժամանակ քաղաքապետ Ավինյանն ասել է, որ շատ կարևոր է նաև մետրոյի կայարանի հատվածում մեծ թվով կայանատեղիներ ունենալու հարցը, որպեսզի ըստ նրա մարդիկ հնարավորություն ունենան մեքենաները թողնել եւ երթևեկել հանրային տրանսպորտով։ Քաղաքապետը գործակարգավարական նիստում ներկայացրել է նաև, որ Կինո Մոսկվա կինոթատրոնի ամառային դահլիճը, որը երկար տարիներ փակ էր եւ անմխիթար վիճակում, վերակառուցվելու է իր նախնական տրամաբանությամբ։ Ավինյանը նկատել է, որ այն քաղաքի ամենահետաքրքիր կառույցներից է եղել, որը քանդման վտանգի տակ էր։ Այսօր կրակոցներ են հնչել Երևանում, ինչի հետևանքով զոհ կա։ Ժամը 13:30-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Բագրատունյաց 13-հասցեում կրակոցներ են հնչել եւ կատ ուժած։ Ըստ ֆոտոլրագրող Շամշյանի, նշված վայրից հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի, որը գիտակցության չգալով մահացել է։ Սպանության հատկանիշներով նախաձեռնել է քրեական վարույթ։ Դեպքի վայրում հայտնաբերվել են արնանման հետքեր, ծխախոտ եւ այլ կասկածելի իրեր։ Ըստ որոշ տվյալների մահացածը մոտ 40 տարեկան է, ում անունը Արտյոմ է։ Կոտայքի մարզում տեղի է ունեցել խոշոր շղթայական ավտովթար ժամը 15:10-ի սահմաններում Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհի 126-րդ կիլոմետր հատվածում բախվել են 5 մեքենա՝ Tesla, Jeep Wrangler, Nissan Sentra եւ 2 Ford Transit։ Վթարի հետևանքով 7 մարդ ստացել է տարբեր աստիճանների վնասվածքներ։ Տուժածները տեղափոխվել են Աբովյանի եւ Երևանի տարբեր հիվանդանոցներ։ Փրկարանները հոսանքազրկել են մեքենաները եւ դադարեցրել վառելիքի արտահոսքը։ Բախման հետևանքով 1 Ford Transit-ը շրջվել է, իսկ Jeep Wrangler-ը հայտնվել է բաժանարար գոտում։ Դեպքի առթիվ նախաձեռնել է քրեական վարույթ, կատարվում է նախաքննություն։ Ջերմուկում ճանապարհի բարձրացված հատվածի հենապատի վրա հայտնաբերվել է արջի 2 քոթոտ։ Տեղչական մարմնի աշխատակիցների անհապաղ արձագանքի արդյունքում դեպքի վայրում պարզվել է, որ անօգնական վայրի կենդանիները Հայաստանի Կարմիր գրքում գրանցված գորշ արջի մոտ 1 ամսական քոթոտներ են։ Արտաքին զննությամբ վայրի կենդանիների մոտ վնասվածքներ չեն հայտնաբերվել։ Քնարիկ Պետրոսյան, ժամը լրատվական։